Թումանյանի անվան զբոսայգում այս բացօթյա տարածքում մենք միասին վայելելու ենք այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր գյուղերում։ Եվ ահա այդ արվեստը այժմ այստեղ Երևանի սրտում, մեր առջև, առանց պատերի, առանց խոչընդոտների, ազատ ու կենդանի։ Այսօրվա երեկոն հատկապես նշանավոր է նաև նրանով, որ Երևանի միջազգային բալետային փառատոնի բացումը տեղի է ունենում Մոսկովյան Բոլշոյ թատրոնի մասնակցությամբ, եւ սա բացառիկ հնարավորություն է Երևանի հանդիսատեսի համար տեսնելու աշխարհի ամենահայտնի բեմերից մեկի արտիստներին մեր քաղաքում։ Կեցցե բարձր արվեստը, կեցցե Երևանը, եւ թող այս երեկոն դառնա բարձ հիշողություն բոլորիս համար։ Ես աշխատում եմ ռադիոնել անդադ միացրած անդադ այդ նորությունները ասում էին մեծ ուրախությամբ եկան։ Տեսել եմ իրաց փորձերը, հիացել եմ առաջի օրվանից։ Արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ, սա ուղղակի հիանալի է, մշակույթը հաջորդի կյանքում կարևորագույն դերերից մեկն է։ Անցած տարիներ էին եկել, մեր դուրս շատ էր եկել եւ որոշեցինք այս տարի գալ։ Ամեն ինչ իդեալական է կազմակերպված, թե մթնոլորտը, թե ընդհանուր ներկայացումը շատ հաճելի է։ Մեր ժողովուրդը արժան է դրան։ Արժան է եւ պետք է մասնակցեն։ Շատ երջանիկ եմ, որ այս պահը վայելում եմ բաց երկնքի տակ։ Ահագին ուրախացանք։ Բարձրաճաշակ երաժշտությամբ ներկայացումով։ Это просто сказка, что такой театр приехал в Армению. Смотрите, сколько народу получает удовольствие. Впечатление от города Еревана, конечно, безупречное. Очень нравится, очень богатая здесь культура, очень долгая история. Я очень рада быть здесь. Я впервые в Ереване. Мы из Петербурга, это, я всегда считала, лучший город на земле, потому что он очень красивый. Но когда я увидела центр вашего города, я даже подумала, что он может составить конкуренцию Петербургу. Я здесь первый раз, и вообще вся труппа приехала, мне кажется, что впервые в Армению, в Ереван. Мы, конечно, очень ждем встречи со зрителем. Սպասելիքները շատ են, ուսանք շատ լավ երեկո անցկացնենք։ Շատ լավ ակնկալիքներով, որ շատ գեղեցիկ բալետ կդիտենք։ Надеемся, что зрителям очень понравится наш концерт. Очень приятно познакомить армянскую публику с этим маленьким, но одновременно большим шедевром. Безусловно, это великое дело. Вот не каждый пойдет, купит билет, пойдет в оперу, а вот так вот на чистом воздухе, вот так вот еще и бесплатно, это дорогого стоит на самом деле. Շատ ուրախ եմ, նախ ասեմ, որ նման երեկոներ, նման համերգներ են պարգևում մեզ երևանցիներից։ Հրաշալի երեկո է, նախադեպը չունեցող։ Ես կյանքիս ընթացքում չեմ հիշում դեպք, որ Երևանում նման մասշտաբի երեկույթ կազմակերպված լինի։ Շատ բարձր մակարդակով է ամեն ինչ կազմակերպված։ Շատ մեծ հաճույք ստացանք ընտանիքով, նման հնարավորությունը մեր քաղաքացիների համար ուղղակի ողջունելի է, շատ ուրախ եմ, շատ հաճելի երեկո է, ֆանտաստիկ պարզապես։ Մեծագույն բավականություն եմ դեռ ստանում, կարծում եմ երկրորդ մասում էլ ամեն ինչ էլի հրաշալի կլինի։ Այս սափարություններն արդեն այն մասին են, որ բոլորը շատ գոհ են եւ շատ հաճելի է, շնորհակալ ենք։ Տպավորությունները, չգիտեմ, երևի խոսքերը քիչ չեն բավականացնի, շատ են տպավորությունները։ Ամեն հարմար պայման ստեղծված է, որ մարդը բաց երկնքի տակ ծանոթանա բալետին, վայելի։
քաղաքապետի կողմից ունենք հանձնարարական, որպեսզի ամբողջ այդ սարդոստայինը մաքրենք ու անցկացնենք ստորգետնյա կառուցվող հրամուղիների միջոցով։ Ծրագրի շրջանակներում իրականացնում ենք աշխատանքները Նալբանդյան փողոցի վրա, իրականացվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում է ստորգետնյա հրամուղի, հիմա բետոնապատման աշխատանքներ են այստեղ իրականացվել ու ասֆալտապատման աշխատանքներ են ևս իրականացնում։ Բացի Նալբանդյան փողոցից Հաբովյան փողոցում, Արգիշտի փողոցում եւ Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան փողոցներում։ Ծրագրի շրջանակներում ունենում ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան լուսավորություն առաջին հերթին եւ տեղադրում ենք նոր հենասյուներ, որը լուսավորությունը ապահովելու միջոցով ստանում ենք նաեւ համապատասխան բարեկեցիկ միջավայր։ Խաղահրապարակներում կազմակերպվող սպորտային խաղերից մի քանիսը երևանյան բակերից աստիճանաբար տեղափոխվում են նաև մայրաքաղաքի մարզադահլիճներ, պրոֆեսիոնալ դաշտ։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մի շարք համայնքային մարզադպրոցներում պարապմունքներն անցկացվում են բացառապես անվճար, իսկ մարզումները մարզիչների հսկողությամբ։ Դրա շնորհիվ օրորի ավելանում է տարբեր մարզաձևերի հանդեպ հետաքրքրությունը, որոնցից հատկապես առանձնանում է հենց բասկետբոլը։ Քիչ չէ նաև այս սպորտաձևով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ցանկացողների թիվը։ Ունեմ մրցման խումբ, որը որ Հայաստանի առաջնությանն էին խաղում, կանոնավոր առաջնություն էր եւ զբաղեցրել են երկրորդ տեղը Հայաստանի մասշտաբով։ Սաներից ունենք ազգային հավաքանի տղամարդկանց կազմում խաղացողներ ունենք, կանանց հավաքանում խաղացող։ Իրանք ոգևորված են, իրանք սիրում են այս մարզաձևը։ Մարզադպրոցում գործող բոլոր պարապմունքները բոլոր խմբերում անվճար են։ Երևանի Շենգավիթի, Արաբկիրի, Աչափնյակի, Նորքմարաշի, ինչպես նաև Ռուդոլֆ Կարապետյանի անվան եւ հանդբոլի մասնագիտացված խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցներում եւ ավելի քան 10 կրթական հաստատություններում շուրջ 700 երեխաներ հնարավորություն են ունենում զբաղվել բասկետբոլով։ Բացի սրանից գործում են նաև այլ խմբեր եւս։ Ես ինքս ունեմ շատ նպատակներ, ապագայում ներկայացնել Հայաստանի հավաքական տարբեր երկրներում, բայց դրա համար շատ աշխատանք է պետք։ Ովքեր որ չունեն ֆինանսական միջոցներ, իրենց համար շատ լավ տարբերակ է զբաղվել իրենց սիրելի սպորտով։ Պայմանները շատ լավն են, մարզիչները հիանալի կարողանում են մեզ բացատրել։ Բասկետբոլը իմ դուր եկել է, քանի որ ծխտման աշխատանք կա եւ կարելի ասել նոր ընկերներ ծանոթներ, որ միշտ քոյտ են։ Ես գալիս եմ բասկետբոլի հաճույքով։ Ամեն օր մի բան սովորած եմ այստեղից գնում։ Լիքը սպորտաձևի եմ գնացել ու հենց բասկետբոլով հասկացել եմ, որ ինն է բասկետբոլը, դրանով եմ առաջ գնացել։ Հիմնականում բասկետբոլով զբաղվում եմ դրա համար, որ առողջությունս պահպանեմ ու շատ եմ սիրել բասկետբոլը։ Էլի պարապում ենք Բաքում էլ, ստեղ ավելի լուրջ ենք պարապում, որը մեզ տանում է հաղթանակների։ Ես փոքրուց սիրել եմ բասկետբոլը, բայց սկսել եմ նոր գալ։ Առողջ ապրելակերպ, ժամանակի արդյունավետ ու ճիշտ օգտագործում եւ վերջապես նորանոր ձեռքբերումներ կյանքում։ Երեխաների խորհուրդը մեկն է՝ հետևել իրենց օրինակին։ Խորհուրդ կտամ պարապեմ բասկետբոլ, շատ լավ սպորտ է, օգնում է համ ֆիզիկապես, համ խելքով։ Ընկերների խորհուրդ կտամ զբաղվեք սպորտով, մի նստեք տանը հեռախոսների մեջ։ Ես ուզում եմ խորհուրդ տալ իմ հասակակիցներին, որ այս շոկ օրերին նրանք անվճար թող գան պարապեն, շատ բան չի գնում հաստատ։
Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից մեկնարկում է արդեն սիրված եւ սպասված Հեքիաթ Նանիվների վրա նախագիծը, որի շրջանակում Բեբուկ շարժական թատրոնը հեքիաթի հրաշքը կհասցնի Երևանի 12 վարչական շրջանների փոքրիկներին։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը թատրոնը հյուր կգա Երևանի բակեր ու այգիներ, ցուցադրելով տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Կլինեն տիկնիկագործության եւ տիկնիկավարության վարպետաց դասեր, խաղեր, ինչպես նաեւ հեքիաթների ինտերակտիվ ընթերցանություններ հայտնի եւ սիրված դերասանների մասնակցությամբ։ Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։